Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Աշակյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Աշակյան, այսօր երբ աշխարհը կրկին բախվում է լարվածությունների, հակամարտությունների եւ ուժերի բևեռացման գործընթացների, արժի վերադառնալ պատմության ավելի վաղ ժամանակահատված հասկանալու համար, օրինակ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ էր եւ փորձել նաեւ հասկանալ, թե արդյոք որոշակի նմանություններ կան այսօրվա մեր իրականության մեջ, այսինքն ներկայում գործող աշխարհաքաղաքական իրավիճակի հետ փորձենք համատականներ տանել։ Այն ժամանակ 30-ականներին ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ էր ձևավորվել, որը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի։ Մենք եթե համալիր տեղեկանք տանք մեր ունկնդիրներին, պետք է ասել, որ առաջին համաշխարհային պատերազմը ավարտվեց ու դրանից անմիջապես հետո 1923 թվականին Սովետական միությունը, Ռուսաստան այն ժամանակ այդպես էր կոչվում, 23 թվականին հրաժարվեց Գերմանիայից ստացվող ռազմատուգանքից, ներեց Գերմանիային։ Դուք գիտեք ինչ թվեր, 100,000 տոննա ոսկի այդպիսի ռազմատուգանք ուներ Գերմանիան, տարեկան 1000 տոննա, եթե կարողանար վճարել, 100 տարի պետք է ռազմատուգանքը տար, բայց 1923 թվականին Գերմանիայում երկու ապստամբության փորձ տեղի ունեցավ, մեկը կոմունիստական Համբուրգ քաղաքում, կոմունիստները փորձեցին իշխանությունը հեղափոխություն անել եւ իշխանությունը վերցնել, մյուսը Մյունխենում նացիստները 23 թվականին, ու այդ ժամանակ Սովետական միությունը բան արեց, դաշնակից իրեն հայտարարեց դեռևս դեմոկրատական Գերմանիային, ներեց, որովհետև ծրագիր կա, որ համաշխարհային հեղափոխություն է լինելու 23 թիվն է, համաշխարհային հեղափոխությունում Գերմանիան պետք է լինի սովետական սոցիալիստական Գերմանիայի հանրապետություն, ուրեմն հենց սկզբից հիմքը այդպես դրվեց, ու դրանից հետո արգելված ռեժիմի դեպքում, երբ որ արգելված էր Գերմանիային շատ բան, միլիտարիզացիան արգելված էր, Սովետական միությունում բացվեցին ուսումնական կենտրոններ եւ պոլիգոններ, որտեղ գերմանացի օդաչուները, տանկիստները եւ հրետանավորները վարժանքներ էին անցկացնում, կրթվում էին, գաղտնի, թաքնված։ Այսինքն այդպիսի բան եղել է 23 թվականից սկսած։ Իսկ պատերազմի համար կային ավելի լուրջ բայն պատճառներ։ Աշխարհը բաժանված էր այն ժամանակ։ Տեսեք ինչ էր, բրիտանական թագավորությունը կամ Միացյալ թագավորությունը տնօրինում էր երկրագնդի, այսինքն ցամաքի 40%-ին եւ կոչվում էր իր վարքագիծը, իրենք էլ անվանել էին սրբազան մեկուսացում։ Սահմանները փակ էին, ես հիմա գալիս եմ դեպի նոր ժամանակները, սահմանները փակ էին, մաքսային ճանապարհները փակ էին, Ֆրանսիան տիրում էր իր գաղութներին, Ռուսաստանը, Սովետական միությունը տիրում էր իր տարածքներին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար բուրըն զարգացում ապրող Ամերիկայի տնտեսության համար ասպարեզ չկար, մաքսային պատնեշներ կային, ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կատարեց հետևյալ քայլը, սպառազինություն սկսեց ապահովել եւ Գերմանիային, գերմանական տնտեսությունը նրանք ունեին քառամյա պլաններ զարգացման։ Գերմանիան սկսեց արդյունաբերական հեղափոխություն Ամերիկայի Միացյալ Նահանգների փողով եւ տեխնոլոգիայով։ Սովետական միությունում էլ հայտնի էին ինդուստրիալիզացիա եւ գոյերլոն, էլեկտրիֆիկացիա, ինդուստրիա եւ հետո էլ կադրերը։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշեցին ոչնչացնել ֆրանսիական եւ բրիտանական իմպերիաների մաքսային, ասեմ, տնտեսական պատնեշները։ Ուրեմն դա սկիզբն է։ Եվ դրա հետևանքով առաջացավ մի ուրիշ բան, այն կայունությունը ապահովող ինստիտուտը Ազգերի լիգան։ Ազգերի լիգան կորցրեց իր գործառույթը։ Եթե Միացյալ Նահանգները գլխավոր հեղինակներից մեկը Ազգերի լիգայի պահապանը կարգ ու կանոնի պահապանը ինքը խախտում էր կարգ ու կանոնը, ուրեմն այդ Ազգերի լիգան իմիջիալից հետաքրքիր բան էր 1945 թվականին ընդունվեց միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 46 թվականին նոր լուծարվեց Ազգերի լիգան,
Այսինքն հիմա մենք որ ժամանակ ենք ապրում, արդյոք Միավորված ազգերի կազմակերպությունը կլուծարվի, թե չէ, որովհետև Միավորված ազգերի կազմակերպությունը պարտավոր է ապահովել կայունություն եւ անվտանգություն։ Այն ժամանակ որ կենտրոններն էին համարվում ուժային եւ ազդեցության կենտրոններ։ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Սովետական Միությունը։ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան, նոր թափ հավաքող Ճապոնիան, ուրեմն Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը նրանք խաղից դուրս էին մնացել, որովհետև դրանք դոմինիոններ էին, այսինքն բրիտանական իմպերիայից կախվածության մեջ տարածքներին, իսկ Հնդկաստանը ուղղակի գաղութներ, այսօրվա Պակիստանի հետ միասին։ Ուժային կենտրոն, 3 կենտրոն կարելի ասել։ Սովետական միությունը ուժասպառ էր, նա կենտրոն չէր արդեն։ Պատկերացրեք, որ Սովետական միությունը գայթակղիչ լինելու համար օրինակ ստեղծեց Սովետական Հայաստան Հանրապետությունը, առաջարկելով Թուրքիային միանալ, դառնալ Թուրքիայի Սովետական Հանրապետություն, Իրանին ադրբեջանական պետությունը ստեղծեց, Սովետական Ադրբեջանը, եւ առաջարկեց Իրանին միանալ, եւ շատ բարդ քննարկում է եղել 20-ական թվականներին, դեռևս Լենինի կենթանության օրոք դարձնել Սովետական Ռուսաստանը դարձնել ֆեդերատիվ պետություն ազգային փոքրամասնությունների ավտոնոմ իրավունքներով, թե հանրապետություններ հավասար իրավունքներով։ Այսինքն դա Ռուսաստանը թե Սովետական միություն։ Ուրեմն հաղթեց Լենինյան տարբերակը։ Դրա համար երկար ժամանակ ասում էին Լենինյան ազգային քաղաքականություն։ Լենինը ասեց, բա մենք ոնց կարող ենք Գերմանիան, որը մեզանից ավելի հզոր է, նրան դարձնել Ռուսաստանի ավտոնոմ մարզը, կամ Թուրքիային, կամ Հնդկաստանին մենք ոնց ենք տեղավորելու Ռուսաստանում որպես ավտոնոմ մարզ։ Դրա համար պետք է լինի Սովետական Հանրապետությունների միությունու պայմանագիրը կնքվեց։ Հիմա պարոն Արշակյան, արդյոք նմանություններ կան ներկայումս միջազգային հարաբերությունների իրավիճակի, ուժերի բևեռացման, դաշինքների ձևավորման կամ հակամարտությունների հարցում այն տարիների աշխարհակարգի հետ։ Նմանություն կա, բայց ես ասում եմ, քանի որ դեռևս Միավորված ազգերի կազմակերպությունը կատարում է իր գործառույթը, որովհետև գլխավոր 5 պետությունները Չինաստանը, Սովետական Ռուսաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները, այդ արտոնյալ պետություններ են, նրանք արգելափակելու իրավունք ունեն բոլոր որոշումները։ Նրանցից հիմա կարծես թե երկուսը իրենք խախտում են իրենց իսկ առաջարկած խաղաղության պայմանները, Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Օրինակ Չինաստանը ասում է, որ ստատուս քվոն պետք չի խախտել։ Այ հիմա որ եկել է կամ գնացել է Մոսկվայում այդ շքերթին հանդեսին մասնակցելու, ինքն ասում է ավանդությունները պահպանենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշ իմաստով ասում են բարեփոխումների կարիք կա։ Այսինքն բարեփոխումներ, որովհետև Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է իմպերիական պետությունների շահերը պաշտպանելու համար եւ Ֆրանսիական իմպերիայի եւ Բրիտանական իմպերիայի եւ Սովետական Ռուսական իմպերիայի շահերն էին պաշտպանում, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համարվում էին ոչ իմպերիական պետություն, ոչ գաղութարար պետություն, հիմա փաստորեն փոխվել է։ Ֆրանսիական գաղութները չկան, բրիտանական գաղութները չկան, մնացել է սովետականը։ Այն ժամանակ Մյունխենի համաձայնագիրը ու այսպես կոչված խաղաղության քաղաքականությունը շատ էր քննադատվել։ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կարծում էին, որ եթե Չեխոսլովակիայի տարածքային ամբողջականությունը զիջեն, կկարողանան Հիտլերի դեմ ռազմական դիմակայությունից խուսափել, բայց փաստորեն խաղաղության այդ քաղաքականությունը ոչ թե զսպել է Հիտլերին, այլ ընդհակառակը նրա ախորժակը ավելի է մեծացել եւ ընդհանրապես դրանից ամիսներ անց գրավել է ամբողջ Չեխոսլովակիայի տարածքը եւ դրանից հետո արդեն տարիներ հետո սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիմա եթե փորձենք համեմատություն անցկացնել ներկայիս իրավիճակում, երբ գերտերությունները արդյոք փորձում են այդ զիջողական մոտեցումները նաև կիրառել այսօր, այսինքն փոքր հակամարտությունները լուծելու համար որոշակի զիջումների տանել ինչ-ինչ պետությունների, այս դեպքում օրինակ կարող է լինել Ուկրաինայի տարբերակը, բայց արդյունքում մենք կարող ենք նորից հանդիպել նման իրավիճակի, որ այդ կերպ ոչ թե զսպվում է ավելի մեծ պատերազմը, այլ ընդհակառակը մենք տարիներ հետո ամբողջ աշխարհը կարող ենք տեսնել արդեն երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կանգնած։
զիջողականությունը ընդհանրապես ագրեսորին զիջելը նշանակում է պարտվել։ Դեռևս այն ժամանակ այդ մտայնությամբ էին, չէ՞, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան որոշել զիջել այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Ազգերի լիգայի ձախողման պատճառներից մեկը հենց դա էր, որ կանոնադրությունը խախտվեց, Գերմանիան իրավունք չուներ այդպիսի պահանջ, այսինքն այս Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ազգերի լիգայի կանոնադրության շարունակությունն է։ Նույն բանը կար ուժի չդիմել եւ կոնֆլիկտները եւ կրիզիսները, ճգնաժամերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով կամ դադար տալ, մինչև որ ձևը կգտնվի։ Բայց դա ավելի թույլ, ավելի փոքրերի հաշվին։ Ընդհանրապես այո։ Բայց ազգերի լիգան ստեղծվեց եւ հետո միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծեցին ուժեղները փոքրերին պաշտպանելու համար։ Այսինքն այդ միջազգային կազմակերպությունների քաղաքական ռազմական կազմակերպությունների գործառույթը փոքր պետություններին պաշտպանել, օրինակ Չեխոսլովակիային պաշտպանելն էր։ Ազգերի լիգայի խնդիրը Չեխոսլովակիայի անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը ապահովելն էր։ Բայց երբ որ ազգերի լիգայի հիմնադիրները զիջեցին, այնտեղ նույնպես գնում էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Չեխոսլովակիայի որոշ նահանգները գերմանաբնակ էին, այսինքն գերմանացիները ինքնորոշման իրավունքով հանրաքվե անցկացրեցին եւ այլն, այդպիսի խնդիրներ էր, բայց որ գերմանացիները զավթեցին նաեւ ոչ գերմանական տարածքները։ Մենք պետք է ասենք, որ Ֆրանսիան եւ Գերմանիան հանձնեցին ոչ թե Չեխոսլովակիան, այլ այն տարածքները, որոնք որ գերմանաբնակ էին, այսինքն բաժանված ժողովուրդների միացման խնդիրը կար։ Ուրեմն հիմա ես կարծում եմ, որ այդպես չի։ Մենք մի քիչ սխալ ենք հասկանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարքագիծը։ Նրանք զիջող չեն, մանավանդ այս նախագահը, որը հատուկ առաքելություն ունեցող քաղաքական ուժի Ռեյգանի եւ Վուդրո Վիլսոնի իրավահաջորդն է, նրանք զիջող չեն։ Նրանք ասում են, որ պատերազմը դադարեցնենք, արյունահեղությունը դադարեցնենք խաղաղ բանակցություններով, միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունով հասնենք մեր նպատակին։ Բայց նաև ասվում է, որ Ուկրաինան պիտի հրաժարվի, չէ՞, այն տարածքներից, որոնք արդեն իսկ կորցրել է։ Տեսեք, այստեղ զիջում չի համարվում զիջել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրբություն կա, այդ տարածքներում պետք է անցկացվեն հանրաքվեներ այդտեղի բնակչության կամքը իմանալու համար։ Մենք միշտ մի հատվածն ենք վերցնում, նրանք ասում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց այդպես է դարձել պետություն, ինքնորոշման իրավունքով։ Նրանք ճանաչում են մյուս ժողովուրդների ինքնորոշվելու եւ ասում, եթե Ղրիմի ժողովուրդը որոշում է, որ պետք է դուրս գա Ուկրաինայի կազմից, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում են, դա արդեն ժողովրդի կամքը պետք է հարցնենք ու դրա առաջ չկանգնենք, չփակենք։ Այդ դրա համար ասում են, նախ հիմա մարդասպանությունը դադարեցնենք ու Ռուսաստանին արդեն թող անցկացնի հանրաքվեն, մի անգամ անցկացրել է, չէ՞, մի հատ էլ անցկացրու արդեն ըստ կանոնադրության միավորված ազգերի կազմակերպության, այսինքն խաղաղ, հավասար, մրցակցային, թափանցիկ պայմաններում։ Եթե այդպես է, եթե Ղրիմի ժողովուրդը ուզում է դուրս գալ Ուկրաինայի կազմից, ամերիկացիներն ասում են, այդ դեպքում մենք չենք խանգարի։ Իսկ եթե չեն ուզում, ուրեմն Ռուսաստանը պետք է դուրս գա Ղրիմից եւ գրավյալ տարածքներից։ Ամերիկացիները Իսկ ի տարբերություն այն ժամանակահատվածի, պարոն Արշակյան, հիմա գերտերությունների խնդիրը չի հակամարտությունները կարգավորել թույլ կողմի որոշակի տարածքային ամբողջական զիջումների միջոցով։ Խոսեցինք արդեն Ուկրաինայի մասին։ Երևի նաև գիտակցումն է այն, որ դա կարող է նորից հանգեցնել արդեն մեկ այլ գլոբալ պատերազմի, ոնց եղել է ժամանակին Երկրորդ համաշխարհային պատերազմը, ապա եթե Ուկրաինայի դիցուք, եթե ստիպեն հրաժարվել իր տարածքներից արդեն իսկ կորցրած, այսինքն խախտվի նրա տարածքային ամբողջականությունը, ով է բացառում, որ տարիներ հետո մենք կարող ենք արդեն կանգնել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Այո, դուք ճիշտ օրինակը եւ համատություն, եթե Չեխոսլովակիային հանձնեցին 30-ական թվականներին, հիմա հանձնում են Ուկրաինան, ուրեմն դա նախադեպ է։
Իսկ ինչի չեն հանձնի ուրիշ պետություններ, օրինակ, հենց Լեհաստանը, Բալթյան հանրապետությունները, Ֆինլանդիան, կամ հենց Ամերիկան ասում է Մեքսիկան ու Կանադան ինձ դուր են գալիս, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենք էլ կարող են, չէ, անեքսիայի ճանապարհը բռնել։ Այդ դրա համար նախադեպի խնդիրը կա։ Ձեր օրինակը շատ դիպուկ է։ Այսինքն, եթե հանձնվեց Չեխոսլովակիան, գիշատիչը դրա վրա կանգ չի առնի, ախորժակը բացվելու է, գնալու է առաջ։ Այստեղ էլ են վտանգ տեսնում, ասում են, իսկ ով է երաշխավորում, որ Ղրիմից ու մյուս նահանգներից հետո Կիևը կամ Լեհաստանը չեն դառնա հաջորդ զոհը, դրա համար միշտ կարելի է բանաձևեր գտնել եւ հիմնավորումներ։ Ես կարծում եմ, որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր մոտ մի քիչ շեղված է լուսաբանվում։ Ամերիկացիները անեքսիայի կողմնակիցը չեն։ Նրանք չեն ասում, որ հարկավոր է Ղրիմը հանձնել։ Ասում են, որ կբանակցենք, փաստաթղթերով Ռուսաստանը անպայման կպարտվի։ Նրանք դա գիտեն, եթե սկսվեցին միջազգային հարաբերություններ, կանոնադրություններ, բանակցություններ, Ռուսաստանը պարտվելու է։ Ռուսաստանը այսօր ռեսուրսներ չունի, որպեսզի հնազանդության մեջ պահի Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը կամ Ուզբեկստանը։ Ռուսաստանը դա չի կարող անել։ Ճիշտ այնպես, ինչպես 1917 թվականի հեղափոխությունից հետո նույնպես Գերմանիան սկսեց իր դեպ այդ շքերթը, անկախության շքերթը։ Գերմանիան հայտարարեց, որ օկուպացված տարածքներում ճանաչելու է ուկրաինական ճանաչում է ուղղակի, հռչակեց ուկրաինական պետություն 1916 թվականին ի դեպ, լեհական պետություն ֆիննական, այսինքն ռուսական իմպերիան կանգնեց փաստի առաջ։ Գերմանիան այլ բաներ առաջացնում, ճիշտ նույնը նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ ես խոսեցի, որ Ստալինյան եւ Լենինյան ծրագիր կան, Լենինյան ծրագիրը Ռուսաստանին չմիացած, այլ ֆեդերացիա կազմած պետությունների ծրագիր էր, Ռուսաստանը դրանցից մեկը հավասար պետությունների 42-րդ համաշխարհային պատերազմում Գերմանիան նույնպես առաջարկում էր ազգային փոքրամասնություններին սովետական միության։ Տեսեք, մենք ասում ենք Չեխոսլովակիան զավթեցին, յուրացրեցին, իսկ սովետական միության հանրապետություններին Գերմանիան հայտարարում էր, որ կճանաչի նրանց անկախությունը ինքնորոշման իրավունքով։ Այսինքն այդ ինքնորոշման իրավունքը չի կարելի չտարածել Ուկրաինայի ժողովրդի վրա։ Պետք է հետևողական լինենք, նրանք հետևողական են։ Իդեպ Տրամպը հենց ինքը ցակումով գերմանացի է։ Նրանք հետևողական են, կճանաչեն ինքնորոշման իրավունքը խաղաղությունից հետո։ Պարոն Աշակյան, 30-ականներին փաստացի միջազգային իրավունքը չկարողացավ կանխել այդ սպասվող պատերազմը 39-ից 45 թվականների, բայց այսօրվա միջազգային կառույցները, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը արդյոք ի վիճակի են կանխելու ավելի սուր զարգացումները։ Մենք չգիտենք, շատ ես մի քիչ առաջ ասացի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ ֆինանսավորեցին եւ տեխնոլոգիաներ ու գործաներ 1500 գործարան կար, մետալուրգիական գործարանները 10 միլիոն տոննա պողպատ էին արտադրում։ Ամերիկացիների սարքած Ford-ը, Chrysler-ը, դրանք բոլորը ալյումին չուներ սովետական միությունը, ալյումինը, շարժիչների գործարաններ, այսինքն 20,000 տանկ արտադրեց սովետական միությունը, այսինքն ամերիկացիները հատուկ երկուսին զինեցին եւ կռվածրեցին։ Այդ պատերազմը նրանք պլանավորել էին, նրանք դա կառավարում էին պատերազմի ընթացքը։ Ես կարծում եմ, որ եթե կա այդպիսի մի պետություն, որ կարող է հրահրել պատերազմ եւ դա կառավարելի դարձնել, տեսեք օրինակ Պակիստան եւ Հնդկաստան, միջուկային պետություններ, եթե այնտեղից սկսվի, շատ հնարավոր է, որ այնտեղից սկսվի, հեռավոր արևելքից սկսվի պատերազմը, ուրեմն առայժմ Եվրոմիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին ՆԱՏՕ-ն չափազանց ուժեղ է, որպեսզի որևէ մեկը առանց նրանց թույլտվության, առանց նրանց թողտվության պատերազմ սկսի համաշխարհային։ Ի վիճակի են կանխելու։ Նրանք շատ մեծ է տարբերությունը, հզորությունը շատ մեծ է, այսինքն պատկերացեք, բացի Ռուսաստանից եւ Չինաստանից 3 պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են, անվտանգության խորհրդի։
Եվ նրանք միջուկային պետություններ են, Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները։ Հիմա Հնդկաստանը նույնպես նրանց, այսպես ասենք, ասոցիացված դաշնակիցն է ՆԱՏՕ-ի։ Հնդկաստանի դեմ է եւ Չինաստանի դեմ է Հնդկաստանը եւ հակակշիռների ինստիտուտն է այդ գործում։ Վերջին հարցը ամփոփենք զրույցը, պարոն Արշակյան։ Հաշվի առնելով թե ինչ է տեղի ունեցել Հարավային Կովկասում, հաշվի առնելով թե ինչ իրավիճակ կա Մերձավոր Արևելքում, ուկրաինական ճգնաժամը եւս, այս իրադրությունները արդյոք կարող են ավելի լայն պատերազմի հիմք հանդիսանալ կամ ընդհանուր աշխարհակական իրավիճակի լուրջ փոփոխությունների հանգեցնել։ Նաեւ ձեր ասած այդ Հնդկաստանի, Պակիստանի բախումը։ Դրանք շատ տեսակարարով շատ տարբեր են։ Մերձավոր Արևելքի պետությունները չեն կարող պատճառ դառնալ համաշխարհային պատերազմի։ Մերձավոր Արևելքի։ Բայց այս բոլորը միասին եւ գուցե մեկ այլ վառվող կետերն են միասին։ Բոլորը միասին չեն կարող լինել, այնպես չի որ բլոկների բաժանվեն, ասենք արաբական աշխարհը եւ թուրքական աշխարհը։ Հրեական պետության եւ հայկական պետության վանահանում են, դրանք հատուկ պետություններ են։ Հայաստանի Հանրապետությունը եւ Իսրայել պետությունը հատուկ պետություններ են, նրանք անձեռնմխելի են, լիկվիդացիա չի կարող լինել։ Մենք ֆորպոստ ենք քաղաքակրթական, մենք քաղաքակրթության, մենք մեզ առանձնացրեք Եգիպտոսը, Սաուդական Արաբիան չեն կարող միավորվել Իրանի դեմ կամ մի ուրիշի դեմ։ Մերձավոր Արևելքը չի կա, այ Ուկրաինային կարող է լինել։ Հնդկաստան-Պակիստան պատերազմ, որ հետո միանա Չինաստանը, միանա Իրանը, նրանք հակակշիռների ինստիտուտն է։ Եթե Պակիստանը պարտվում է, Չինաստանը թիկունքից կխփի Հնդկաստանին, որովհետև Հնդկաստանը դառնում է գերտերություն, Չինաստանի համար վտանգավոր։ Ուրեմն այդտեղ կարող է առաջանալ։ Իսկ Մերձավոր Արևելքը, նույնիսկ Հարավային Կովկաս, մենք ասում ենք, մեր մոտից չի կարող Ադրբեջանը ինչ պետություն է, որ հրահրի ու սադրի համաշխարհային պատերազմ կփակեն ուղակի այդ բենզալցակայանը կփակեն կվերջանա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Ազատ Արշակյանն էր։ Կհանդիպենք։